Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի հայրենակիցներ, օրվա իշխանությունները ձեզ խաբում են ամենօրյա ռեժիմով, ստում են ինչքան հնարավոր է շատ, ինչքան հնարավոր է ամեն ինչում։ Նրանց համար իրական Հայաստանում իրենց վարած քաղաքականության հիմնարար հայեցակայքային մոտեցումը սուտ խոստումներով ու առանց հիմնավորման հայտարարություններով մարդկանց ամեն օր զբաղեցնելն է, նրանց ուշադրությունը բարձրացված հիմնավոր հարցերից շեղելը։ Նրանք չեն խորշում մի նոր սուտ հորինելուց նախորդ սուտը կոծկելու համար։ Նրանք չեն խորշում հիմնավոր բարձրացած հարցի պատասխանը մանիպուլացված ձևով ներկայացնելուց, եթե ներկայացում են կոնկրետ փաստեր եւ պահանջվում իրենց հայտարարությունների հստակ ապացույցներ։ Ասածս նորից հիմնավորեմ 300 դպրոց ծրագրի կատարման իրական ընթացքի մասին վերջին այսօրվա տվյալներով։ Եվ այսպես, համաձայն կրթության մինչև 30 թվականի զարգացման պետական ծրագրի, հիմնանորոգված, վերանորոգված հանրակրթական հաստատությունների թիվը պետք է հասցվեր 23 թվականին 92, 24 թվականին 185, մինչև 26 թվականը 300, սա օրենքի մակարդակում։ Եվ երբ ես պահանջել եմ տեղեկատվություն, նշված ծրագրի շրջանակներում 300 դպրոցների ցանկում ներառված յուրաքանչյուրի համար առանձին ստացել եմ հետևյալ պատասխանը։ 300 դպրոց ծրագրի շրջանակներում 21 թվականից մինչև օրս, ես ստացել եմ 3 օր առաջ, շահագործման է հանձնվել ուշադրություն 56 կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված դպրոց։ Իսկ ընդամենը այս տարվա փետրվարին ստացել էի մեկ այլ պատասխան։ Մինչ օրս շինարարական աշխատանքներն ավարտված են 45 դպրոցներում, 25 թվականի վերջում կունենանք եւս 65 ավարտված աշխատանքներ։ Հիմա որտեղ օրենքով սահմանված 24-ին 174, 26-ին 300, որտեղ իրական փաստը 25-ի սեպտեմբերի վերջին ընդամենը 56 ավարտված։ Եվ այս ամենին զուգահեռ թե ԿՊ պատգամավորները, թե կառավարության ներկայացուցիչը անընդհատ գովերգում են 300 դպրոց ծրագրի կատարման ընթացքը։ Նույնն է նաև 500 մանկապարտեզի վիճակը։ Այսինքն 25 թվականի ընթացքում ավելացվել է ընդամենը 11 դպրոց։ Ինչու եք խաբում, ինչու եք իրականությունը սխալ ներկայացնում, բա սուտ խոսելը գործելավոճ դարձնելն էլ ոնց է լինում, բա օրենքի պահանջը չկատարելն էլ ոնց է լինում, կառավարության ծրագիրը չկատարելն էլ ոնց է լինում։ Դուք անընդհատ եւ ամեն ինչում խաբում եք հանրությանը, իսկ ժողովրդին խաբելու հաշվին իշխանություն պահելը, թեև դարձրել եք ձեր բրենդը, երկար կյանք չի կարող ունենալ։ Դուք ոչ միայն հեռանալու եք իշխանությունից, այլ նաև պատասխան եք տալու այն ամեն չարիքների համար, որ բերել եք մեր ժողովրդին։ Յուրաքանչյուրը ձեր չափով, յուրաքանչյուրը ձեր ժամանակին, բայց պատասխան եք տալու, համոզված եղեք։ Հարգելի գործընկերներ, ողջունենք Երևանի Դավիթ Սարապյանի անվան համար 100 միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։ Աննա Մկրտչյան։